Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է կրթական ու մշակութային ոլորտներին ուղղված իր նախաձեռնությունները։ Այսօր կանդրադառնանք կառույցի նոր ծրագրերին։ Բյուրականում իրականացված կրթական ճամբարը համախմբել է տասնյակ աշակերտների։ Նրանք ձեռք են բերել գործնական գիտելիքներ բնագիտական ուղղություններով։ Մանրամասները մեր առաջին տեսանյութում։ Բնագիտությունը զվարճալի է տես շոշափիր փորձիր, սա մեր ամբողջ աշխատարանի ծրագրի ամբողջ մեսիջն է։ 5 օր շարունակ Մայրբուհի ամառային աշխատարանի մասնակիցները տեսան, շոշափեցին եւ փորձեցին ֆիզիկական եւ քիմիական բանաձևերը։ Բնագիտական առարկաները բացահայտելու եւ նոր գիտելիքներ ստանալու համար 2 տարի շարունակ տասնյակ դպրոցականներ հանդիպում են մեկ հարկի տակ։ Նախաձեռնությունը իրականացվել է Երևանի պետական համալսարանի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Աշխատարանի նպատակն է ֆիզիկան, քիմիան եւ կենսաբանությունը առավել գրավիչ դարձնել դպրոցահասակների համար։ Զուտ աշխատարան չէինք անում։ Մենք փորձեցինք ապահովել կրթական միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն բնագիտական առարկաներ ուսումնասիրեն, այլ նաեւ կունենան հնարավորություն հասկանալ, թե ինչ է նախագիծ անելը, որովհետև այսօր արդեն դպրոցներում նախագիծը մտնում է որպես մտել է արդեն որպես մոտեցում, իսկ մեր երեխաները առաջի օրվանից մենք իրենց հետ դրա վրա աշխատում էինք։ Նախագծում են կատարում գիտափորձեր եւ գործնական աշխատանքներ։ Դասընթացի հիմքում մեկ գլխավոր նպատակ կա՝ առարկաների վերաբերյալ զարգացնել մասնավորապես պրակտիկ հմտություններ։ Աշխատանը հնարավորություն է տալիս երեխային տեսնելու, որ ֆիզիկան, քիմիան դա ֆորմուլաներ չեն, դա պրոցեսներ են, որոնք իրենք մասնակցում են այդ պրոցեսին։ Ի սկզբանե աշխատարանի դասընթացներում ներգրավված էին 7-ից 12-րդ դասարանի աշակերտները։ Երկրորդ տարում նրանց միացան նաև արցախցի դպրոցականները։ Առաջարկը Հայաստան համահայկական հիմնադրամինն էր։ Մեր 20 հոգանոց խմբերում, այսպես էր հարաբերակցությունը 16 Արցախի տարբեր տեղերից տեղահանված երեխաներ եւ 4 այդ տարածքի, որտեղից Արցախի երեխեքին բերում էին, այդ տարածքի երեխաներ։ Այսպիսով ձևավորված խմբերի միջև ստեղծվում էր նաև ամուր թիմային աշխատանք, ինչը դրական է գնահատում աշխատարանի փորձագետը։ Այստեղ հնարավորություն կար օգտվելու նաև Երևանի պետական համալսարանի տեխնիկական բազայից, այդ թվում քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի լաբորատորիաներից։ Թե դու չունես, մի քիչ դժվար է։ Ասենք քիմիայի փորձերը անվտանգ միջավայրում մասնագետների կողմից կազմակերպելը ճիշտ է լաբորատոր պայմաններում։ Նոր հնարավորություններով եւ գաղափարներով այս ամռանը կմեկնարկի բնագիտական աշխատարան 2025-ը։ Հիմնադրամը հովանավորել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի նամականի գրքի տպագրությունը, նորովի ներկայացնելով կոմպոզիտորի ստեղծագործական աշխարհը։ Մանրամասները դիտեք մեր հաջորդ տեսանյութում։ Գրքում ներկայացված են նաև լուսանկարներ թանգարանի արխիվային նյութերից, որտեղ դուք կարող եք տեսնել Արամ Խաչատրյանին, այն մարդկանց հետ, ում ուղղված են նամակները։ Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքի եւ գործունեության մասին խոսելիս հիմա տուն թանգարանի տնօրենը այս նոր գրքի էջերն է թերթում։ Շատ հետաքրքիր լուսանկարներ են, եզակի լուսանկարներ են, որոնք նույնպես ներկայացված են այս նամականում։ Ոչ միայն լուսանկարները, նաև մտքերը։ Ստեղծագործական կյանքի դրվագներն ու հուշերը հավաքագրելով մեկ տեղում տուն թանգարանը Խաչատրյանասերներին նախորդ տարի ներկայացրեց կոմպոզիտորի մասին պատմող այս նոր գիրքը։ Մեր մեծանուն կոմպոզիտորին այս ժողովածուի միջոցով կարելի է ավելի խորապես ուսումնասիրել եւ ճանաչել ոչ միայն որպես հանճարեղ երաժիշտ 20-րդ դարի ամենամեծանուն կոմպոզիտորներից մեկին, այլ նաեւ որպես անձ, որպես մեծատառով հայ քաղաքացի, որպես ուսուցիչ, ընկեր։ Այս նախաձեռնությունը իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտերով կատարված անկանխիկ գործարքների շնորհիվ գոյացող միջոցներով։ Գրքի շնորհիվ նորովի ներկայացվել է նաև Արամ Խաչատրյանի ներաշխարհը տարբեր կողմերից։ Նամականին ուսումնասիրելուց կարող եք ճանաչել մեկ այլ Խաչատրյանին, ով անտարբեր չէ, ով շատ հետաքրքրված է, ով շատ հետաքրքիր նաև փիլիսոփայական մտքեր է արտահայտում, եւ այս բացահայտումները բերում են նրան, որ գիրքը շատ մեծ պահանջարկ ունի։ Գիրքը վերահրատարակվել է 500 օրինակով։ Տուն թանգարանի տնօրենը նշում է, որ հրատարակչական աշխատանքները մեծ թափով են ընթացել, քանի որ տպաքանակը արագ սպառվում է։ Սրան զուգահեռ տուն թանգարանը մեծ ուշադրություն է դարձնում նաև համերգասրահի ակտիվ աշխատանքներին։ Եվ դա եղել է մեր մեծանուն մաեստրոյի
ցանկությունը, որ իր տուն թանգարանում լինի անպայման համերգասրահ, որը ակտիվ գործունեություն կծավալի եւ այնտեղ անընդմեջ կհնչի կենթանի երաժշտություն եւ իհարկե այս падգամը մենք փորձում ենք միշտ իրականություն դարձնել եւ մեր համերգասրահը բացի նրանից, որ շատ ակտիվ է, այստեղ անընդմեջ տեղի են ունենում ծրագրեր, փառատոներ, համերգներ, ցուցադրություններ, այլ երեկոներ, այն նաև առանձնանում է իր գեղեցիկ շքեղ տեսքով եւ պարբերաբար իհարկե վերանորոգման եւ նորովի ներկայանալու կարիք ունի։ Նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքը Հայաստան համահայկական հիմնադրամը իր ուսերին է վերցրել։ Այս ընթացքում ոչ միայն կատարվել են համերգասրահի ներքին հարդարման աշխատանքներ, այլ նաև կառուցվել են նոր վերելակ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մայստրոյի տանը ամեն ինչ պետք է լինի համահունչ, որպեսզի այցելուն իրեն զգա էլ ավելի այսպես շքեղ, մտերմիկ եւ ջերմ մթնոլորտ։ Մեծանուն կոմպոզիտորի տուն թանգարանում հիմա նախանշված նոր ծրագրեր կան։ Խաչատրյանին մենք դեռ երկար բացահայտելու կարիք ունենք, որովհետև սա այն մեծությունն է, որը իրենից հետո թողել է այնքան բազմաբովանդակ եւ բազմաշերտ ժառանգություն, որը ներկայացնելու համար անպայման դեռ երկարատև ուսումնասիրություններ են պետք։ Ընթացքի մեջ են նոր հրատարակություններ, նոտաների եւ սոնատների ժողովածուներ, եւ այս ամենը աշխարհահռչակ կոմպոզիտորին յուրովի բացահայտելու եւ ներկայացնելու համար։ Այս պահին իմ զրուցակիցն է Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կխնդրեմ ներկայացնեք ինչ է իրենից ներկայացնում Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային փառատոնը, պատկերապատման արվեստի։ Ինչ բաց է եկել լրացնելու։ Նախ եւ առաջ ասեմ, որ ինքը արդեն ռիբրանդ ենք արել, 2 տարի գոչում ենք կարճ հակիրճ Ռիա փառատոն եւ թարմացված լոգոյով ենք հանդիսանում արդեն եւ անդրադառնալով ծեր հարցին թե ինչ բաց ենք լրացում, իրականում բացը չենք լրացնում, այլ այնինչ որ կա ավելի շատ զարգացնելու, հանրայնացնելու եւ ժառանգը, որ մենք ստացել ենք, որ արդեն այսօր 75-ամյակը անցել ենք, ավարտեցինք եւ առաջ ենք գնում դեպի 100-ամյակ, երևի այդպիսի պատմություն ենք, ժառանգ ունենք, որ ստանցնել ենք եւ այդ թրոշակը մենք աշխատում ենք արդեն մոտ 20 տարի է եւ այս տարի 17-ամյակն է, բայց 20 տարի է Ռիա փառատոնը փորձում այնինչ որ մենք ունեցել ենք ավելի հանրայնացնել եւ նոր սերունդին ավելի ներուժ տալ եւ աջակցել իրենց արվեստը, անիմացիոն գիտելիքները ավելի միջազգային հարթակներ տանել եւ մեկ բանի միան կարող եմ համաձայնվել, որ մենք այդ փածը լրացրել ենք վերածել Երևանը այս բարակային միջազգային հարթակի անիմացիոն ոլորտում եւ փոխանակ մենք միշտ գնանք միջազգային հարթակներում ներկայանանք եւ փորձենք հավասարվել այլ միջազգայինն ենք հրավիրում արդեն 17 տարի Երևան եւ հավասարում ենք հավասար մեր թեմահարթակում եւ մրցակցում ենք միասին եւ աշխատում ենք միասին եւ ամենամեծ անունները միջազգային անիմացիոն ոլորտում լինում են մեր մոտ եւ ծանոթանում են մեր մեծ վարպետներին նաեւ, որոնք առանց իրենց մենք այդ ժառանգը չէին կարող ունենալ։ Այդպես, այսինքն մենք մի քանի կորձոն միանգամից ենք անում, նախ առաջին նպատակը այն էր, որ սկիզբը մի քիչ ավելի աշխուժություն մտցնել, որտեղ անիմացիոն ոլորտում այդպիսի բան չկար, փառատոն ուղղվածություն մասնակիտական եւ մենք այդ գետի վրա շատ կենտրոնացանք, որ մասնակիտական միջազգային անիմացիոն կինոփառատոն է եւ երկրորդը քանի որ մեր անիմացիոն դպրոցներ դեռևս 17 տարի առաջ այդպիսի դպրոց ասելով ուսումնական կենտրոններ գոյություն չունեին, իսկ փառատոնի միջոցով մենք առնվազն առաջին օրվանից 300-ից 500 մասնակիցների ոնց որ վարպետած 10-10-ներում մասնակցելու հնարավորություն ենք տալի անվճար եւ այդ ոլորտը կարծում եմ որ այսօր եթե 17 տարի հետո խոսում ենք նայում ենք հետ Ռիա փառատոնը իր ուրույն լուման ունի այդ ոլորտի ավելի
առաջ գնալու, զարգանալու միջազգային հարթակներին ծանոթանալու եւ միջազգային հարթակը մեզ ծանոթացնելու առումով։ Տեսեք, դուք խոսում եք անիմացիոն ֆիլմերի հանրայնացումից։ Ինչպես կգնահատեք որպես մասնագետ նաեւ այս պահին ինչ մակարդակի վրա է գտնվում մեր անիմացիոն ֆիլմերի արտադրությունը։ Այսպես ասեմ, տեսեք, մեր հայկական անիմացիոն ֆիլմերը դեռևս ես չզնաց, ինքը բարձր մակարդակի վրա էր եւ է։ Ես դրա համար հատուկ ուշադրություն դարձրեցի, որ մենք ավելի շատ փառատոնները իրականում կարևոր 1-2 գործոնն են։ Մեկ առաջինը հանրայնացնելն է իրաժարանքը եւ միջազգային բերել, հավասարացնել հարաբերությունների միջոցով ազգայինի հետ եւ այդ ընդհանուր ասենք գացամանի մեջ ընդհանուր միասին ջաշեպելն է այս բարակային անիմացիոն ֆիլմ։ Մենք այդ բան կարևոր կորձոնն ենք իրականացրել, հաջողացրել ենք։ Իսկ հիմա եթե նայենք անշուշտ մենք խնդիրներ ունենք սցենարի հետ կապված անիմացիոն տեխնիկաների զարգացման ոլորտի, որովհետև միջազգային ոլորտը թվայնացում ավելի շատ արագ էր ընթանում եւ այլն, բայց վերջին 7 տարին արդեն կարող ենք ասել Հայաստանը նաև թվային ոլորտում անիմացիոն տեխնիկաների զարգացման ոլորտում առաջնատար երկրներից է այսօր միջազգային մակարդակում դա հստակ արդեն կարող ենք ասել ունենք ստուդիոներ, որոնք եթե քովազդելու խնդիր եթե չլինի գարանք ասենք անունները, որոնք այսօր մրցակցում են եւ առաջին տեղն են գրավում նաև մանավանդ VR ոլորտում եւ օրենք հենց 2 օր առաջ 3 օր առաջ այդ ստուդիոն եւ իրանց հիմնադիրը, որը լիամետրաժ ֆիլմով ներկայացան Cartoon Movie հարթակում միջազգային, որտեղ ներկայացում են այս նախագծերը Դիկրան Արաքելյանը Զակո լիամետրաժ անիմացիոն ֆիլմով, որը կատարում են VR տեխնոլոգիայով, որոնք իրենք հիմա բավականին շատ առաջադար ստուդիոներից են ոչ թե միայն Հայաստանում, նաև Եվրոպայում նոր ստացան Եվրիմաժի ֆիլմի կինոյի զարգացման ֆինանսավորման աջակցություն, որը փոքրիկ բյուջե չէ, բայց նաև կարևոր քայլ է դեպի Եվրիմաժից հետագայում մեծ բյուջե ստանալ եւ շուտով կարծում եմ, որ իրենք արդեն CNC-ի հետ Ֆրանսիայի հետ համագործակցելու են այդ ֆիլմը հասնելու այդտեղ եւ թերևս գիտեմ նաև վերջին 5 տարին, 6 տարին անիմացիոն կինոները միջազգային հարթակներում ավելի շատ մրցանակներ են շահում, ավելի շատ են մասնակցություն ունենում, ավելի շատ են Հայաստանի անունը ներկայացում եւ բարձր բահում միջազգային հարթակներում եւ գիտեմ նաև հիմա նորություններ կան, բայց քանի որ թույլ չի դրվել ինձ դրանք հայտարարել, բայց շուտով արդեն կլսեք թե ինչ կան ուրիշ նոր հաղթանակների է հասնում անիմացիոն կինոն միջազգային հարթակներում ուղղակի Երանի այս հաղորդումը լիներ մի քանի օր հետո գասեի ես ինքս արդեն կունենանք բայց արդեն գլսեք հանդիպելու եւ կհբարդանանք միասին բոլորս հետաքրքիր է ինչ երկրներ են մասնակցում այս փառատոնին նաեւ այսինքն առնվազն 45 երկրներ են մասնակցում այսինքն մենք Ռիա փառատոնը դարաձաշրջանում առանց ոչ մեկ դադամսումի կարող ենք ասել, որ ամենամեծ անիմացիոն կինոփառատոնն է, հետաքրքրությամբ մասնակիտական իր ոլորտներով, վարպետաց դասընթացներով, միջազգային հյուրերի մասնակցության եւ հրավերքի եւ որակի քանակով եւ ֆիլմերի ընտրության առումով մենք 17 տարի ստացել ենք ազգանիշ միջազգային մասնակիցների կողմից օրինակ եղել են ֆիլմեր մեր փառատոնում որ առաջին անգամ են մասնակցել մրցանակը մեր մոտ են ստացել հետո եղել են Անեսիում հետո եղել են Օսկարում կամ Քանում եւ այլն եւ այս տարվա մեր բոլոր ֆիլմերը որ մենք ընտրել էինք հրավիրել էինք այդ ֆիլմերը բոլորը Օսկարում էին եւ փառատոնի բացման ֆիլմը որ ներկայացրեցինք Հոսքը կատվի այդ ֆիլմը Flow գոչվածը մեր փառատոնի բացման ֆիլմներ, որը դարաձաշրջանում առաջինն էինք մենք որ ցուցադրեցինք եւ Օսկար շահեց։ Այսինքն եւ պրոդյուսեր այդ ֆիլմի նաեւ մեր շատ մոտիկ ընկերն է ֆրանսիացի պրոդյուսեր, որ նաեւ իրեն Փեսա են ասում, որտեղ ինքը ավելի նաև հայ է արդեն որպես Փեսա նկատի կարճ ասած այնպես է որ մենք գտնվում ենք շատ լավ թիրքում լինի որպես փառատոն լինի որպես մասնակիցներ եւ երկրների քանակի առումով այդ
թիվը չի իջնում 40-ից մասնակից երկրների քանակից եւ նույնիսկ ավելանում է եւ երկիրներ են լինում, որ առաջին անգամ են անում անիմացիա, ասենք որ, չգիտեմ, օրինակ եղել է դարի, որ Աֆղանստանից ստացել են անիմացիա, որ կամ հարավային ինչ-որ Աֆրիկայի երկրներ, որ երբեք չեն ունեցել ստացել, Սաուդի Արաբիայից եղել է, որը ստացել են մի հատ, որը ընդհանրապես իրանց մոտ անիմացիոն ոլորտը նոր հիմա սկսել է առաջ գնալ եւ ընդհանրապես կինոյի ոլորտը, ինչպես գիտեք, այդպես Այստեղ շատ կարևոր են նաև համագործակցությունները։ Այո։ Դուք համագործակցել եք Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, հետաքրքիր է ինչպես եւ համագործակցում եք եւ հուսանք, որ կհամագործակցեք, ինչպես ծնվեց այս գաղափարը, համագործակցությունը եւ ինչ նպատակի հետապնդում այն։ Այստեղ կարևորը նաև արդեն մենք ուղղակի կանտրատարնանք պատկերաբատման, որտեղ այս 2024-ին նաև համահայկական հիմնադրամի հետ այդ կետին անցանք, բայց մինչև այդ հակիրճ ներկայացնենք թե ինչպես զրուցելու ժամանակ եւ քննարկելու ժամանակ հասկացանք, որ եւ բարոն Աշամյանի հետ կարևոր մի բան, որ շատ հաճախ մշակույթին աջակցելու այդ կորձոնը ֆինանսական կամ առհասարակ ոչ ֆինանսական նույնիսկ լինում է պատմամշակութային ինչ որ կարևոր մեր արժեքների մասին եւ միշտ գնում ենք դեպի անցյալ անիմացիոն ոլորտը լինելով երիտասարդ մի ոլորտ լինելով ժամանակակից որտեղ օրը-օրին զարգանում է եւ տեխնիկապես եւ ընդգրկում է երևի ամենամեծ բանակը աշխարհում երիտասարդների, որովհետև այդ անիմացիոն ոլորտում արվեստագետների մասնակցությունը որ թվարկենք, կարող ենք ասել բնակչության երևի 30-40% ընդհանրապես ընդգրկում է դիզայներից սկսած կերպարների ստեղծումից եւ այլն։ Եվ որոշեցինք, որ այս անգամ ռեստորացիա անելու փոխարեն, որոնք շատ կարևոր են եւ ուրիշ մարմիններ անում են, մենք դեպի աբականայինք։ Եվ որոշեցինք առաջինը 2023-ին համագործակցեցինք այդ առումով, որ անիմացիոն լիամետրաժ կամ կարճամետրաժ նախագծերին, որոնք ներկայացում են մեզ, մենք ֆինանսական աջակցություն տանք, որոնք մենք ունենք կորիակտ նախագիծը։ Կորիակտը համարտադրության հարթակ է, որը հրավիրում ենք միջազգային 10-ից 15 պրոդյուսերներ Եվրոպայից հիմնականում, եւ այդ պրոդյուսերները լսում են մեր հայ հեղինակների նախագծերին, որոնք նաեւ փնտրում են համարտադրող։ Եվ մենք այդ հարթակն ենք ստեղծում, իրենք ներկայացում են, պրոդյուսերները լսում են, քննադատում են առաջին լավ 3-ը, որոնք մենք եւ համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն ենք տալի իրենց նախագծերը զարգացնելու, հասցնելու ավելի լավ բարձր հարթակների բայց նաեւ այդ հյուրերը, որոնք պրոդյուսերներն են, այնտեղ անմիջապես նաեւ որոշում են, եթե ունեն հետաքրքրվել են ինչ-որ նախագծի, դառնան պրոդյուսեր։ Եվ անմիջապես այդ խնդիրը լուծվում է եւ ունեցել ենք այս 2 տարվա ընթացքում այդպիսի հաջողություններ եւ հենց Արշամյանի հետ միասին որոշեցինք որ թեպի աբակա այստեղ ներդրում անենք եւ իհարկե այդ ֆինանսավորումը որը ստանում են իրենք օգտագործում են նախագծի զարգացման եւ անսին լինելով ռիայի պարադոնի աչակից եւ partner-ը ասենք այսպես ասած անսին աշխարհի թիվ 1 պարադոնն է մենք նաև ցերկ բերեցինք իրենց համագործակցության հարթակի այդպես հնարավորություն իրենք հաղթողներն նաև դալիս են այսպես ասած ակրեդիտացիա անմիջապես միջազգային շուկա մտնել եւ իրենց նախագծերը իրենց պրոդյուսերների հետ աբակա ներկայացնել այսինքն մի անգամից ամբողջ շուկան բացում է այդ աջակցությունը համահայկականի հետ այս ուղղությամբ ենք որոշել ներդնել հեղինակներ իրենց նախագծերը կզարգացնեն եւ մնացած ինչ որ գումարով նաեւ կճանապարհորդեն դեպի անսի որտեղ ակրեդիտացիան ունեն արդեն մնում է նաեւ ճանապարհածախսը իրենց հոգում ենք ոնց որ scholarship-ի նման մի բան լինում fellowship-ի նման բան լինում եւ իրենք այդ բիզնես ոլորտը անիմացիոն առաջ ենք տանում երկրորդ կետը որ մեզ համար իսկ այդ մեկը պակաս էր 100% պատկերաբատման ոլորտն էր մենք 2008-ից ունեցել ենք նաև պատկերաբատման փառատոն
Թշպախտաբար 2-3 տարի հետո չշարունակվեց եւ 15 թվականին Ռիա Պարադոնը որպես ընկեր այդ գազագերբության եւ հեղինակներին վերցրեցինք, մենք միացրեցինք Պարադոն Ռիային, անիմացիոն Պարադոնին եւ դարձավ անիմացիոն եւ պատկերաբանման Պարադոն։ Եվ վերջի 2 տարիներ սկսեցինք նաև ավելի բացի ցուցահանդեսներ անելուց քիրքեր ներկայացնել, սկսեցինք միջազգային հյուրերը հրավիրել եւ իրենց միջազգային լավագույն բեսթսելեր կոմիքսները կամ պատկերաբանված քիրքերը թարգմանել հայերենի։ Եվ ստեղծեցինք հրատարակչական մի գիծ, որը կոչվում է Ria Comics։ Նպատակն է պատկերաբանման մեջ մենք ունենք երիտասարդներ, ունենք լավ արվեստագետներ, որոնք ստեղծագործում են, բայց նյութի պակաս ունենք։ Այսինքն, եթե ուզում են ծանոթանալ միջազգային մասնակիցներին քիրքերին, նրանք կան, այսօր ցանցով կարող են բادرել, բայց հայերեն լեզվով ոչ մի նյութ չունեն, որ վերցնեն եւ ընթերցեն իրենց հասանելի լինի մեր լեզվով, ռուսերենով, անգլերենով եւ այլ։ Եվ մենք որոշեցինք այդ մեծ վարպետների գործերը հայերեն թարգմանել եւ ունենալ նյութ, որ նախընթերցանության առումով դա ամենաժամանակակից այսօր ընթերցանության մեթոդն է, պատկերաբանումով վեբեր կարդալ, նույնիսկ փաստավավերագրական գրքեր կարդալ, նույնիսկ պատմական գրքեր կարդալ, օրինակ վերջերս մի ֆրանսահայ Գորին Ապղիկյանը հրատարակել էին Ֆրանսիայի գրթության նախարարության եւ ինչ որ հրատարակիչների հետ ցեղասպանությունը ներկայացնող պատմական գիրք պատկերաբանումով Ֆրանսիայի լավագույն նկարիչի հետ միասին եւ այդ գիրքը այսօր Ֆրանսիայի որպես դասագիրք օգտագործում են Ֆրանսիայում։ Եվ այդ քիրքերը մենք հասարակ թարգմանում ենք հայերենի եւ արդեն ունենք 2 քիրք, այս տարի ունենալու ենք եւս 4 քիրք, իհարկե համագործակցելով նորից Վարոն Արշամյանի եւ Համայականի հետ միասին որոշեցինք, որ նաեւ այստեղ դեպի աբական ներդրում անենք, որտեղ մի պակաս այստեղ իսկապես մի պակաս բան կա, որ պետք է լրացնել։ Եվ հիմա արդեն կարող ենք ասել առաջ ասված երևի 2026 թվականին ասենք որ հայերեն լեզվով պատկերաբանման գրադարանում ունենք մոտ 10 քիրք։ Իսկ հաջորդ քայլը ենթադրում է որ մենք կհաջողացնենք առաջ ասված, որ մենք 2 տարի նաև անում ենք ազգային պատկերաբանման մրցույթ։ Եվ ֆանտաստիկ հոյակապ դաղանտավոր երեխեք կան, երեխեք էլ չեմ ասի, որովհետև գոլեգաներ են իրենք, դարիքը անկախ դարիքից, եւ ապշած այդ ցուցանտեսը իրենց մրցույթի, որ գազմագերբենք փառատոնի ժամանակ, ապշած հետևում ենք, թե ինչ հետաքրքիր թեմաներ են բերում առաջ, որտեղ մենք նաև թելադրում ենք նավ մեծ հայերի մասին լինի, կամ Երևանի մասին լինի, կամ Գյումրի մասին լինի եւ այլն, եւ մենք իրենց նյութական մրցանակ ենք տալի, որ կարողանան այդ նախագծերը զարգացնել, բայց կարծում եմ, որ մենք հաջորդ քայլը որ պետք է արնենք միասին, առաջին տեղը շահող որ մշակույթի նախարարության Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ Այսպես միասին հրադարակենք նաև առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրավողներուն, այսինքն մենք մրցույթի ժամանակ իրենց նախարարության միջոցով մշակույթի տալիս ենք ֆինանսական աջակցություն պատկերաբանման մասնակիցներին, բայց հրադարակման մասը օդում է մնում։ Այդ երեխեք ստանում են գումար փոքրիկ ինչ որ աջակցություն գնալու զարգացնելու, բայց հետո հրադարակությունը մնում է։ Հիմա ուզում ենք հաջորդ քայլը միջազգայինը թարգմանում ենք եւ հանրայնացնում ենք եւ նյութը դառնում մեր մոտ զարգանալու, իսկ հիմա արդեն այս պահին ժամանակն է նաև մեր հայ երիտասարդներու պատկերաբանման նախագծերը վերածել քիրքի եւ արդեն մենք այս տարի սկսելու ենք նաև միջազգային հրատարակիչներին հրավիրել Պարադոնի մեջ ներկա գտնվելու որպես ժյուրի, որպես մասնակից եւ կարծում եմ որ կսկսենք նաև հայկական պատկերաբանումը միջազգայնացնել այս փառատոնը եւ անվերջ կարելի է խոսել փառատոնի մասին, ցավոք սրտի ժամանակը այդքան էլ մեզ այսօր թույլ չի տալիս, բայց մենք հուսամ առիթ կունենանք դեռ հանդիպելու, զրուցելու, դուք նաեւ ներկայացրեցիք փառատոնի տեսլականը, թե հետագայում ինչպես եք պատկերացնում։ Ես հաջողություն եմ մաղթում փառատոնի գործունեությանը եւ հուսամ համայկական հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական, որովհետեւ հիմնադրամը նաեւ կարեւորում է մշակույթի ոլորտի զարգացումը։
ճիշտ ես էլ ուզում եի այդ տոնի վրա վերջացնել, որտեղ պարոն Արշամյանի հետ մենք իսկապես կդանք այդ հարթակը, որտեղ թեպի աբական նայող է մշակույթը եւ հասցնել ավելի բարձր մակարդակի եւ հարթակներին ներկայացնելու հնարավորություն տալ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ՌԻԱ միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։